Ադրբեջանում խաղաղության համաձայնագիրն ու բանակցությունները չեն ընկալում որպես խաղաղության գործընթաց։ Բաքվին ձեռնտու չէ հակամարտության մեջ չներգրավված Հայաստանը։ Ալիևին լակմուսի թուղթ է պետք, որ հետագայում կարողանա լրացուցիչ ճնշումներ գործադրել։ Առաջ են գնում հատուկ տեխնոլոգիայով, ներկայացնում են առավելագույն պահանջներ նվազագույնին հասնելու ակնկալիքով։ Մի օր այսպես կոչված արևմտյան Ադրբեջան կասեն, մի օր փախստականների խնդիր կբարձրացնեն, մի օր բնապահպանական խնդիր, մի օր ռեպարացիաների խնդիր եւ անընդհատ քեզ պիտի զբաղեցնեն, հա, դու անընդհատ պիտի թաթախված լինես, այսպես որպեսզի ուշքի չգաս։ Մինչեւ դա է պատճառը, որ նաեւ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարությունը հայտարարում է, որ մեզ պետք է խաղաղության պայմանագիր ոչ թե տվյալ անձնավորության հետ, այլ պետք է Հայաստանի հետ։ Այսինքն Հայաստանը ինքը պիտի որդեգրի կապիտուլյացիան, ոչ թե այս անձը։ 17 կետից որևէ մեկը չի բխում Հայաստանի շահերից, վստահ է քաղաքագետը։ Ալիևն այս փուլում թուղթ չի ստորագրի, իսկ իրականում խաղաղության հասնելու համար նաև միջազգային երաշխիքներ են հարկավոր։ 17 կետերից մեկում նշված է մի կետ, որ եթե որևէ հակասություն կամ անհասկացողություն լինի երկու կողմերի միջև, երկու կողմերը կազմեն ինչ-որ հանձնաժողով եւ այդ խնդրին կլուծեն։ Սա խեղկատակություն է։ Կարծում եմ ավելի շատ պրոտոկոլային նշանակություն ունեն այդ կետերը, ռեալ խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Հայ-ադրբեջանական տետատետ բանակցությունները հանրության մեջքի հետևում են, երբ ինչ-որ բան ջրի երես է դուրս գալիս, հայկական կողմը post factum մեկնաբանում է։ Բանակցություն կլասիկ իմաստով, դասական իմաստով չկա։ Այստեղից բնականաբար եզրակացություն այդ 17 կետերի հանրագումարը, եթե մենք փորձենք ստանալ, որ չկա որևէ կետ, որի շուրջ Ադրբեջանը գնում է կոնկրետ փոխզիջման։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը վտանգավոր գործընթաց է, բացի այդ բավական բարդ պրոցես է եւ կարող է ձգձգվել։ Սա ու Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջը միտված է մեր երկրի կապիտուլյացիային։ Գաղտնի թակուն ինչ-որ պայմանավորվածություններ կան հայ ժողովրդի թիկունքին եւ մեզ փորձում են փաստի առաջ կանգնեցնել պարզապես։ Մի առավոտ արտանանք, այնպես ինչպես նոյեմբերի 9-ին լույս 10-ը, հա, մենք կանգնեցինք, որ մենք պետք է գնանք ծանր փոխզիջումների, անոնը փոխզիջում, թե չգիտեմ, հիմա կարող եմ մեզ փաստի առաջ կանգնեցնել հերթական անգամ ասել, որ մենք պիտի գնանք մեր զավակների կյանքերը փրկելու համար հերթական զիջման, հա։ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են նաև գրավոր հավաստիանալ, որ Հայաստանը կհանի անկախության հռչակագրին հղումը մայր օրենքից, իսկ Արցախի էջը կփակի ամբողջությամբ ու անվերադարձ։ Նվազագույնը Ադրբեջանի ներքին գործերի վրա ազդեցություն ունենալու եւ որպես մահակ իրենց ձեռք օգտագործելու համար միջազգային հանրությունը նվազագույնը դրա համար ասում։ Շահագրգռված է, որ Արցախյան հակամարտության էջը չփակվի, արդեն իսկ փակված չէ, բարբերաբար, հա, ազդեցություն գործեն։ Եվ Ադրբեջանը այս առիթը պիտի օգտագործի, իսկ Թուրքիան ինչ ասում, Թուրքիան ասում է, ինձ հետ գործ չունեք, ես ինչ պետք է թելադրել եմ Ադրբեջանին, գնա դու քո հարցերը Ադրբեջանի հետ լուծի։ Հայաստանի արևմտյան ու արևելյան հարևանները շատ լրջորեն են պատրաստվում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Ամեն դեպքում միջազգային մեդիայի հրապարակումներից կարելի է այդպես եզրակացնել։ Սակայն այստեղ երկու խանգարող հանգամանք կա։ Առաջինը ռուսական, երկրորդը իրանական գործոնն է։ Աշխարհի երկու գլխավոր տերությունները Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը շահագրգռված չեն այստեղ ռեէսկալացիայի։ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցությունների մեջ է, այսինքն հոգեբանական ճնշումները չեն հատի այն սահմանը, որ Իրանի նկատմամբ կլինեն ռմբակոծություններ կամ բացահայտ պատերազմ։ Իրանը շահագրգռված չէ, ով մնաց շահ։ Եվրամիությունը առավել եւս շահագրգռված չէ, ով մնաց այստեղ, մնաց Ադրբեջանը մենակ։ Հետևաբար Ադրբեջանի ցանկացած քայլ դիտվելու է ռազմական արկածախնդրություն, ինչի պարագայում այս տարածաշրջանի մյուս երկրները սեփական անվտանգությունն ապահովելու համար ստիպված են լինելու միջամտել։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։